Խոսելով բոտոքսի մասին, բժշկուհի, միֆ չէ, որ վահանաձև գեղձի կամ հորմոնալ այլ խնդիրներ ունենալու պարագայում այլ կերպ է աշխատում։ Ազդեցությունը այլ է բոտոքսի։ Ոչ միֆ չէ, որովհետև վահանաձև գեղձի հիվանդությունների եւ առհասարակ էնդոկրին հիվանդությունների ժամանակ բոտոքսը կարող է չպահպանվել կամ մասամբ պահպանվել։ Օրինակ վիտամինային դեֆիցիտներից վիտամին D-ի դեֆիցիտը, ցինկի պակասը, երկաթ դեֆիցիտային անեմիաների ժամանակ, ֆերրիտինի պակասի ժամանակ բոտոքսը կարող է լավ չաշխատել։ Հետևաբար ցանկալի է, որպեսզի բժիշկը հետազոտի, նոր կատարի բոտուլինոթերապիան։ Նաև վահանաձև գեղձի հիվանդությունների ժամանակ կարող է չպահպանվել, օրինակ ցիրոտոքսիկոզի ժամանակ օրգանիզմում կատարվող նյութափոխանակության պրոցեսներն արագացված են, որի հետևանքով արագ նյութափոխանակության արդյունքում բոտոքսը քիչ է պահպանվում։ Օրինակ 1-ից 3 ամիս է պահպանվում, իսկ հիպոթիրոզի ժամանակ հակառակ այտուցային ֆոնի վրա հեղուկը մնում է օրգանիզմում եւ պրոցեսը սկսում է դանդաղել, բոտուլինոտոքսիկնի ազդեցության պրոցեսը սկսում է դանդաղել։